կարիքներ ունեք մեկ դարգած քարոզարշավից ու առհասարակ ընտրությունների արդյունքներից ինչ եք սպասում։ Ժողովրդի շփումները ինչ են ցույց տալիս։ Իրականում ակնկալիքները շատ ավելին են, քան ուղղակի ընտրական տոկոսների ակնկալիքները։ Ի վերջո պետք է հայ հասարակությունը եւ հայ ժողովուրդը հնարավորություն ունենա ընտրություն կատարելու նոր ուժերի միջև։ Անդադար հայ ժողովրդին պարտադրում են այդ նախկին ներկա այդ գեղեցիկ համադրությունը, իհարկե գեղեցիկը ճակերտների մեջ նշենք, բայց այս ընտրություններին հայ մարդը ունի հնարավորություն ընտրելու ապագայի միջև։ Ապագա, որը կառուցվում է ոչ թե ուղղակի խոսքերի, խոստումների եւ գեղեցիկ խոսքերի հիման վրա, այլ ապագա, որը հիմնված է հենց ծրագրերի եւ արժեքների վրա։ Եվ սա ամենակարևոր բանն է, ինչը որ ընտրողը պետք է գիտակցի, որ ժամանակը եկել է ոչ թե մարդկանց գնահատելու իրենց պոպուլիստական խոսքերով, այլ հենց գործերով եւ հնարավոր ծրագրային դրույթներով։ Միասնության թվերի ցուցակից նաև դուք եք թիրախավորված անձանցից մեկը, ի վերջո Պետրոս Ղազարյանի հետ կապված ինչ եղավ, ձեզ հրավիրեց թե չհրավիրեց, դուք ինչ հայտարարություն էիք արել, նա ինչ էր ընկալել, ինչ էր հասկացել։ Իհարկե, տեսեք, Պետրոս Ղազարյանը հերթական անգամ ցույց տվեց, որ հանրային հեռուստաընկերությունը օգտագործվում է հենց իր հաղորդաշարի միջոցով իշխանական քարոզությունն իրականացնելու համար։ Եվ բնականաբար այդ օրը այդ տեղի ունեցած միջադեպը հերթական դրա վկայությունն էր։ Իհարկե խոսքերի բավականին շատ փոփոխություններ տեղի ունեցել, բառերի փոփոխություններ, բայց անկախ ամեն ինչից ես բաց նամակով դիմեցի հենց Պետրոս Ղազարյանին նշելով, որ ինձ հրավիրի հարցազրույցի, որովհետև նշել ես իմ անունը եւ իմ խոսքերը եւ ես կներկայացնեմ քեզ իրականությունը եւ ամբողջ Հայաստանի առաջ հանրային հեռուստաընկերությունով ցույց կտամ, որ դու առնվազն գիտակցաբար կամ միամտորեն խեղաթյուրել ես իմ խոսքերը եւ օգուտ իշխանության քարոզություն ես իրականացրել։ Իհարկե, պարոն ամենից հետո ինչպես պայմանավորվել ենք, բայց Պետրոս Ղազարյանը ընդհանրապես դրան պատասխան չտվեց, բնական է չէր կարող դրան արձագանքել։ Եվ հիմա հերթական առիթն է, եթե Պետրոս Ղազարյանը լսի, ես վստահ եմ, որ լսելու է, ես նշում եմ, որ Պետրոս Ղազարյան, նորից եմ կրկնում, հայերեն իմանալը չի նշանակում հայերեն հասկանալ, եթե որևիցե հարցեր կան, ես պատրաստ եմ կամ հանրային հեռուստաընկերություն այդ հարցերին պատասխանելու։ Քանի որ ես լուսաբանել եմ ձեզ այն ժամանակահատվածում, երբ դուք դեռահաս տարիքում եք եւ անընդհատ պայքարում եք, արդարություն եք փնտրում, նախ ձեր որ պայքարին եք նաեւ միացել, այս թիմի հետ դուք հնարավոր համարում եք կբավականացնեն ձեր ուժերը, ձեր ռեսուրսները երկրում արդարություն հաստատելու ուղղությամբ։ Վստահ եմ, որ այո, որովհետև երկար տարիներ ես պայքարել եմ եւ մեր թիմը պայքարել է հենց այդ արդարության համար, արժեքների համար, եւ ես շատ ուրախ եմ, որ այս ճանապարհը անցնում ենք միասնության թևերի հետ միասին, եւ շատ ուրախ եմ, որ կան մարդիկ, որոնք հավատում են պայքարի ճշմարտացիությանը եւ հավատում են, որ Հայաստանը իրոք մի օր լինելու է արժեքների վրա հիմնված երկիր։ Շնորհակալ եմ։